Պարոն Կարապետյան ջան, մենք տեսակ Շիրակի մարզում էինք, նարեիք էր մեր առաջին տեղը, որ կանգ առանք, քաղաքացիները իհարկե շատ ջերմ լավ ընդունեցին մեզ, բայց դուք էլ ձեր աչքով տեսաք, որ պաշտոնական տվյալները կապված մեր մարզի շուրջ 42% աղքատության հետ իրատեսական է, ռեալ է գետնի վրա ու մարդիկ իրոք կամ աղքատ են, կամ ծայրահեղ աղքատ են, չեմ խոսում երեխեքի առանց ուսման մնալու, ուտելիքի, կոմունալների մասին, ինչ կարող եք այդ մասով ասել մեզ։ Մենք հարց տվեցինք մեր հայրենակիցներին Մարալիկ համայնքում, ասացինք վերջի 8 տարվա ընթացքում ինչ որ աշխատատեղ, բացի պետական աշխատանքներից ստեղծվել է, թե չէ։ Բոլորը մեզ պատասխանեցին, որ ոչ, ասացինք ինչ որ արտադրություն գործարան ստեղծվել է, թե չէ, ասացին ոչ 8 տարվա ընթացքում։ Բայց այս նույն թեմանա չէ, ճիշտ եմ հասկանում, որ մեզ ասում են, որ մեր մոտ աշխատանքի խնդիր չունենք։ Երբ մենք ասում ենք, որ երկրում 600,000 գործազուրկ կա, 300,000-ին գոնե պետք է ապահովենք աշխատանքով, ասում են այդքան աշխատող չկա։ Ու նաև բոլոր հավաքվածներին հարցրեցինք, ասացինք, ում շրջապատում ընտանիքում չկա մարդ, ով խոպան չի գնում։ Ում շրջապատում, այսինքն կա մարդ, ով գնում է խոպան։ Բոլորը ձեռք բարձրացրեցին։ Գերակշռում մեր, Այսինքն Հայաստանի պետությունը չի պաշտպանում, չի ապահովում լավ կյանք իր քաղաքացիներին, դրա համար գնում են ուրիշի խոպան հողերն են մշակում։ Դրա միակ պատասխանատու պետական կառավարումն է։ Ու դրա պատճառով արտագաղթ է դո, դրա պատճառով բնակության անկում ու ընտանիքներ են քանդվում։ Այո, հարևան 10 միլիոնանոց երկիրը տեսնում է, որ մեր բնակչությունը իջնում է համայնքներում եւ իր ծրագրերն է մշակում չհաջողված ծրագրեր չի հաջողվելու, որովհետեւ մենք իրանցից ավելի դինամիկ զարգացող տնտեսություն ենք ունենալու իաշիվ մեր ժողովրդի ձիրքի։ Ես ամենայն անկյունությամբ հավատում եմ մեր ուժին, որ մենք կարողանալու ենք ունենալ լավ ու ուժեղ Հայաստան։ Տնտեսության առումով բոլորը կարող են վստահ լինել, որ դա մեր հիմնական մասնագիտությունն է եւ դա լինելու է։ Անվտանգության առումով էլ մենք աշխարհի լավագույն մասնագետներին կներկայացնենք։ Ուրեմն փոփոխության համար 3